Պետք է հիվանդանոց գնանք։ Չէ, արդեն նորմալ է։ Դի խոսամ առանձին։ Ասա բաբա։ Լսար իմ ու բեկի զրույցը։ Հա, տեսա։ Ու ոնց հասկանում եմ, տղուտ ազատության մեջ հայտնվելու շանսերը ժամ առ ժամ պակասում են։ Լսի, դու ինձ ձեռ ես առնում։ Ինչ ասել ես արել եմ, հիմա ինձ ես ուզում կրայինի սարքես։ Ինչ ես արել, հա։ Բեկի ու Ռաֆի խոստովանությունն է ստացել, հա։ Իհարկե չէ։ Ու երբ ինձ հեքիաթներ պատմես։ Լսի, դու այդ մարդկանց չես ճանաչում։ Իրանք լոխեր չեն։ Իրանք արդեն ջոգեն են, որ ես իրանցից խոսք եմ քաշում։ Դե լավ, հերիքը դրանց գերագնահատես։ Ես չեմ գերագնահատում, այդ դու ես թերագնահատում։ Ու դրա ապացույցն է, որ միջև հիմա չես կարացել դրանց բռնես ու փագես։ Չհասկացա ինչ ես ուզում։ Դուրս գաս խաղից։ Դուրս արի։ Դու աշկից մոռացել ես իմ կաբինետում արած զայնագրության մասին։ Դու իմ ման ես ուզում, չէ՞։ Հա։ Եթե հա, ուրեմն երկար սպասելու կարիք չկա, որտեղ շուտով այդ մարդիկ ինձ կսպանեն։ Ինչ ես իրար խառնվել, հենց այդ հանգստացի։ Ինձ հանգստանալ պետք չի։ Ես իմ աներիքը լավ գիտեմ, բայց քո այդ տարբերակը աշխատող չի։ Մի հատ նոր ձև է պետք գտնել, որպեսզի քո ուզածին հասնես։ Օրինակ։ Մի հատ լավ գաղափար կա, կհանդիպենք կասեմ։ Ես իմ տղու համար ամեն ինչի պատրաստ եմ։ Ուղղակի դու այդ մարդկանցն ես չես ճանաչում, ոնց որ ես։ Ու եթե ուզում ես ինչ-որ մի արդյունքի հասնես, ուրեմն պետք է անես այնպես, ոնց որ ես եմ ասում։ Ես քեզ հիմա այդ հասցեն կողարկեմ։ Կգաս, ես քեզ ամեն ինչ կպատմեմ։ Հələ երկու բառով ասեն ինչի մասն է խոսքը։ Ես քեզ Ռաֆին կհանձնեմ, բոլոր ապացույցներով, որ դու կարանաս իրան փագես։ Իրա գլուխը փրկելու համար ինքը քեզ բեկին դեմ կտա։ Բայց այդ առաջարկդ ինչի շուտ չէ իրանում։ Որովհետև այդ թեմայի մեջ ես էլ կամ, բայց թքած, եթե տղուս փրկվելու գինը էդ է, ես կտամ։ Լավ։ Հասցեն ուղարկի գալիս եմ։ Հա, ուղարկում եմ, ու այս զիբիրն էլ հանում եմ վրիցս։ Ոնչ, ուր ես եք։ Գործը արված է։